Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է, որ Վրաստանի 3 հիմնական ընդդիմադիր ուժերի արգելման փորձերը սպառնում են երկիրը մղել դեպի միակուսակցական բռնապետություն։ Այս զգուշացումը հնչում է այն բանից հետո, երբ 3 իշխող վրացական երազանք կուսակցությունը հայտարարեց, թե դատական հայց է ներկայացնում սահմանադրական դատարան փոփոխությունների համար կոալիցիային, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժմանը եւ Հզոր Վրաստան դաշինքին անօրինական ճանաչելու համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է նրանց կառավարության լեգիտիմությունը բազմիցս խաթարելու եւ պետության սահմանադրական կարգին հակառակ գործելու մեջ։ Եվրոպայի խորհրդի Վրաստանի հարցերով 2 զեկուցողները այսօր կոչ են արել երկրին հետ վերցնել իր հայցը։ Ժողովրդավարական ընդդիմության արգելքը գործնականում կհաստատի միակուսակցական բռնապետություն եւ անհամատեղելի կլինի Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ։ Սահմանադրական դատարանը, որը համարվում է իշխող կուսակցության կողմից վերահսկվող 9 ամիս ժամանակ ունի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ռուսաստանը փորձարկել է Պոսեյդոն գերտորպեդոն միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ։ Նախագահ Պուտինն է այսօր այս մասին հայտնել Մոսկվայի հիվանդանոցում Ուկրաինայի պատերազմում վիրավորված ռուս զինվորների հետ թեյ խմելիս։ Мощность Посейдона значительно превышает мощность. Սա հսկայական հաջողություն է։ Պոսեյդոնի հզորությունը զգալիորեն գերազանցում է նույնիսկ մեր ամենախոստումնալից Սարմատ միջմայրցամաքային հեռահարության հրթիռի հզորությունը։ Скоро появится на дежурстве. Но Посейдон значительно превышает Сармат по мощности. Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պաշտոնյաները Պոսեյդոնը բնութագրել են որպես հակահարվածային զենքի նոր կատեգորիա, որը կարող է առաջացնել ռադիոակտիվ օվկիանոսային ալիքներ, ափամերձ քաղաքները անմարդաբնակ դարձնելով։ Օրեր առաջ, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչ ունեցող Բուրևեստնիկ անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել էր, Վլադիմիր Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Խերսոնում մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, այդ թվում 4 երեխա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն անվանել է դիտավորյալ հարձակում, ինչը կրկին փաստում է այն մասին, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։ Նրանք չէին կարող չիմանալ, թե ինչին են հարվածում։ Սա դիտավորյալ հարձակում էր, մասնավորապես երեխաների բժշկական անձնակազմի դեմ։ Զելենսկին հավելել է, որ հարձակման պահին հիվանդանոցում մոտ 100 մարդ է եղել։ Մոսկվան որևէ մեկնաբանություն չի արել հարվածի վերաբերյալ։ Լիտվայի կառավարությունը որոշել է 1 ամսով փակել Բելարուսի հետ սահմանային անցակետերը։ Սահմանափակումները ուժի մեջ կլինեն այսօրվանից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր երկարաձգման հնարավորությամբ։ Շալչինկայի անցակետը կփակվի ամբողջությամբ, իսկ Մեդինինկայը որոշ բացառություններով։ Լիտվայի վարչապետը պարզաբանել է, որ այս սահմանափակումների պատճառը Բելարուսից Լիտվա մտնող Մաքսանենկ օդապարիկներն են, ինչն էլ խնդիրներ է առաջացրել օդանավակայանների համար, սահմանափակելով դրանց գործունեությունը։ Ըստ Reuters-ի օդապարիկները Մաքսանենկ ճանապարհով ծխախոտի արկղեր են տեղափոխում։ Ես լիովին հասկանում եմ, որ սա զգալի խոչընդոտներ եւ անհարմարություններ կառաջացնի թե մեր քաղաքացիների, թե մեր բիզնեսների համար, սակայն այսօր մենք չենք կարող չարձագանքել Լիտվայի դեմ ուղղված հիբրիդային հարձակմանը։ Երկու սահմանային անցակետերը փակելու որոշմանը զուգահեռ Լիտվայի իշխանությունները նաև հայտարարել են, որ կկրակեն Մաքսանենկ ապրանք տեղափոխող օդապարիկների վրա։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լիտվայի կողմից սահմանի փակումը խելագար խաբեբայություն է եւ մեղադրել է Արևմուտքին Բելարուսի եւ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, որը սկիզբ է դնում փշալարերի բաժանման նոր դարաշրջանի։